Բարև ձեզ ընկերներ, թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի, և թող Սուրբ Հոգին գա, որպեսզի ուղղորդի մեր մտքերը և բացի մեր հասկացողությունը նրա համար, որպեսզի մենք հասկանանք, որ Աստծո կամքը բարի, հաճելի և կատարյալ է յուրաքանչյուրիս համար։ Մենք շատ ենք խոսում հավատի մասին, և երբ մենք կարդում ենք Սուրբ Գրությունները, հասկանում ենք, որ Աստված չի տվել մեզ հավատ, ուղղակի որպեսզի մենք հասնենք մեր սեփական նպատակներին, որպեսզի մեր ծրագրերում հաջողություններ ունենանք։ Փառք Աստծուն, որ մենք դա կարող ենք հասկանալ։ Աստված չի տվել այդ հավատը ուղղակի հաջողությունների հասնելու համար։ Հավատը միայն դրա համար չէ, այն իշխանությունը, որը Սուրբ Հոգու միջոցով մենք ստանում ենք, հավատի իշխանությունը, նրա համար է, որպեսզի մենք հասնենք ամենադժվար նպատակին։ Ո՞րն է այս աշխարհում ամենադժվարը։ Պահել մեր հոգու փրկությունը։ Հենց այդպես։ Հենց դրա համար էլ Աստված մեզ հավատ է տալիս։ Բայց ես գիտեմ, որ այս պահի շատերը մտածում են. շատ լավ, հավատը փրկության համար է։ Բայց ես այնքան խնդիրներ ունեմ, ով պետք է լուծի իմ փոխարեն։ Ես ունեմ պարտքեր, ես պետք է աշխատեմ, պետք է ընտանիքս պահեմ։ Կամ շատերն ասում են. ես բժշկության կարիք ունեմ։ Ես պետք է լուծեմ իմ խնդիրները հավատի միջոցով։ Այդ ամենը շատ ճիշտ է և շատ լավ է։ Աստված մեզ նույնպես հավատ է տալիս, որպեսզի դրա միջոցով մենք լուծենք մեր խնդիրները, որպեսզի հասնենք հաջողությունների և օրհնություններ ստանանք նրա փառքի համար։ Եվ իհարկե այդ հավատը նույնպես նրա համար է, որպեսզի Աստծո խոստումները կատարվեն մեր կյանքում։ Բայց մենք չենք կարող ընտրել միայն մեկ կամ մյուս կողմը։ Շատերը կենտրոնանում են միայն հաջողությունների վրա, օրհնությունների վրա։ Կենտրոնանում են, որպեսզի ինչ-որ բանի հասնեն այս աշխարհում։ Եվ նրանց մոտ ստացվում է։ Նրանք հաղթում են։ Նրանք շատ հաջողությունների են հասնում։ Բայց նրանք այնքան են հարմարվել այն հավատին, որը միայն օրհնություններ է բերում նրանց կյանք, որ սկսել են ուշադրություն չդարձնել և չօգտագործել այն հավատը, որը փրկում է իրենց հոգին։ Եվ իհարկե, ամենասկզբում, երբ մենք ստանում ենք Սուրբ Հոգուն, երբ ճանաչում ենք Աստծուն, ի՞նչ ենք մենք ստանում։ Ուրախություն, երջանկություն։ Դա այն է, ինչ որ մեր ամբողջ կյանքում լինելու է մեզ հետ։ Բայց երբ մարդու կյանքում փրկության ուրախությունը փոխարինվում է օրհնություններից եկած ուրախությունով, դա արդեն վտանգավոր է մարդու համար։ Շատերը, օգտագործելով իրենց հավատը և պատասխան ստանալով, տեսնելով օրհնությունները, սկսում են շատ կենտրոնանալ դրանց վրա և մոռանում են, որ պետք է դեռ պահեն իրենց հոգու փրկությունը։ Մարդիկ ասում են. ես հավատ ունեմ, որպեսզի լուծեմ այս կամ այն խնդիրը, և դա շատ լավ է, փառք Աստծուն։ Բայց դուք չեք կարող անտեսել այն, ինչ որ Տեր Հիսուսն է ասում։ Ինչ օգուտ կա, որպեսզի նվաճեք ամբողջ աշխարհը և կորցնեք ձեր հոգին, վնասեք նրան։ Այլ խոսքերով, Աստված մեզ չի տվել հավատ, որպեսզի մենք նվաճենք ամբողջ աշխարհը։ Իհարկե, մենք ունենք հավատ, որպեսզի լուծենք մեր խնդիրները, որպեսզի հասնենք օրհնությունների, որպեսզի մեր կյանքում Աստծո խոսքը կատարվի։ Բայց պետք է միշտ հիշենք, որ ամենակարևորը հոգու փրկությունն է։ Պողոս առաքյալը շատ լավ օրինակ է բերում, երբ նամակ է գրում Տիմոթեոսին, պատմելով, որ Եփեսացիների եկեղեցում երկու մարդիկ կային. Հիմենեոսն ու Ալեքսանդրոսը, ովքեր առաջ հավատի մեջ շատ ակտիվ են եղել, բայց որոշ ժամանակ հետո ինչ-ինչ պատճառներով կորցրել են իրենց հավատը և թողել են բարի խիղճը։ Նրանք դադարել են ուշադրություն դարձնել իրենց հոգու փրկությանը և արդեն պարզ է դառնում,
Եթե մարդիկ չունեն բարի խիղճ, ինչպիսի հավատ էլ որ նրանք ունենան իրենց կյանքում, այդ հավատը թունավորված է լինելու։ Հենց այդպես, եթե ջուրը կամ այլ ըմպելիք կեղտոտվի, այն արդեն պիտանի չէ, այդպես էլ մեր հավատը։ Եթե դուք ունեք հավատ, որպեսզի հասնեք տարբեր հաջողությունների, փառք Աստծուն դրա համար, բայց մի կենտրոնացեք միայն այդ բանի մեջ։ Մի կենտրոնացրեք ձեր հավատը միայն հաջողությունների հասնելու համար։ Կենտրոնացեք ձեր հավատի մեջ, որպեսզի Աստծո հետ մոտ հարաբերություններ ունենաք, որովհետև հավատը միայն հաջողությունների համար չէ, միայն նյութական բաների համար չէ։ Ամենակարևորը դա հոգևոր ձեռքբերումներն են, այսինքն հոգու փրկությունը։ Պողոսը հետո շարունակում է. Որդյակ իմ Տիմոթեոս, այս պատվերը ավանդում եմ քեզ, համաձայն սկզբից քեզ համար եղած մարգարեությունների, որպեսզի դրանցով մղես բարի պատերազմը, ունենալով հավատ և բարի խղճմտանք, որը ոմանք մերժեցին և հավատի մեջ նավաբեկության ենթարկվեցին։ Դրանցից են Հիմենեոսն ու Ալեքսանդրոսը, որոնց սատանային մատնեցի, որպեսզի սովորեն չհայհոյել։ Ինչպես Աստված է աշխատում մեզ հետ, որպեսզի հավատ տա մեզ, վստահություն տա, որ մենք կարող ենք ստանալ նրա խոստումները, այդպես էլ սատանան աշխատում է կասկածանքի միջոցով, որպեսզի խանգարի մեր վստահությանը։ Սատանան միշտ կասկածներ է առաջացնում, ասելով, որ ոչինչ չի ստացվի, որ մեր կյանքում Աստծո խոսքը չի կատարվի, և կասկածանքը մեր հավատի ամենամեծ թշնամին է, և մենք պետք է սովորենք միշտ հավատով ապրել, հավատից դեպի հավատ, և հավատով ապրելը դա այն է, երբ մենք միշտ վստահ ենք յուրաքանչյուր իրավիճակում, որ միևնույն է Աստված կատարելու է մեր կյանքում իր խոսքը։ Հենց դա էլ հավատ է կոչվում, և այդպիսի հավատը մեզ Սուրբ Հոգին է տալիս։ Հենց նա է մեր հավատի աղբյուրը։ Երբ Սուրբ Հոգին խոսում է, նրա ձայնը այնպիսի իշխանություն ունի, որպեսզի ինչ-որ բանում մեզ համոզի և մեզ հնազանդ դարձնի, որպեսզի մեզ տա իշխանություն կատարելու Աստծո կամքը։ Բայց երբ Սուրբ Հոգին խոսում է, և մարդիկ չեն լսում, մեջքով են շրջվում, բնականաբար, նրանք հնձելու են անհնազանդության պտուղները, որովհետև եթե մենք փրկվում ենք հավատի միջոցով, եթե հավատի միջոցով ենք մենք ստանում ներում, եթե ամեն լավ բան մենք ստանում ենք մեր հավատի միջոցով, ապա առանց հավատի մենք միայն տառապելու ենք։ Շատ լավ իմ ընկերներ, կարծում եմ դուք ամեն ինչ հասկացաք։ Մենք միշտ պետք է վերլուծենք, թե ինչ իրավիճակում ենք գտնվում, ինչպիսին է մեր հոգևոր վիճակը, պետք է միշտ ստուգենք մեզ, աղոթենք և խնդրենք, որպեսզի Տեր Հիսուսը բացվի մեզ, որպեսզի ցույց տա, թե ինչ սխալ բաներ կան մեր կյանքում։ Ուրեմն միշտ աղոթքի մեջ եղեք, դուրս հանեք ձեր ներսից այն ամեն, ինչ որ ձեզ խանգարում է, բոլոր վատ զգացմունքները, մտքերը, հիշողությունները, արեք դա և հրաժարվեք այն բոլոր վատ բաներից, որոնք կարող են ձեր ներսում գտնվել։ Մտածեք, հնարավոր է ձեր ներսում ինչ-որ բան կա, որը կարող է խանգարել ձեր հավատին։ Կեղտոտ և չար խիղճը ամեն ինչ փչացնում է, այն թունավորում է մեր հավատը։ Իհարկե դուք կունենաք հավատ, դուք ինչ-որ բաների կհասնեք, բայց այդպիսի հավատը, որը կեղտոտված է, այն ձեզ փրկության չի տանի։ Ուրեմն, եթե դուք արդեն լսել եք Դանիելի ծոմի մասին, մինչև ամսի 31-ը մենք այդ ծոմի մեջ ենք։ Եկեք այս անգամ
այլ կերպ մտնենք այս ծոմի մեջ և ամենալավը տանք Աստծո համար։ Եկեք կենտրոնանանք, որպեսզի ունենանք մաքուր հավատ, մաքուր խիղճ, որն էլ մեզ կօգնի հասնել Աստծո օրհնություններին և ամենակարևորը մեր հոգու փրկությանը։ Հետո մենք ավելի շատ կխոսենք սրա մասին։ Իսկ եկեղեցում ծառայությունների ժամանակ մենք ընթերցելու ենք ուսուցումներ, որտեղ խոսվում է Սուրբ Հոգու մասին, թե ինչպես է Սուրբ Հոգին խոսում և ուղղորդում մեզ։ Մենք խոսելու և մտածելու ենք հենց դրա մասին։ Շատ լավ իմ ընկերներ, թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի։ Ցանկանում եմ ձեզ ամենալավը։ Փառք Աստծուն։